Դու տրեյլեր ենք գցե թե ուժ չեմ հիշում։ Так, ես լուսը խեա սենց։ Բարև բոլորին, ժողովուրդ, շաբաթական ադաթը պահում ենք։ Նորից թազա տրեյլերը դուրս եկե, ոնց որ ասացի, այս տարի շատ լավ տարի է։ Կողմնապահություն չանենք DC ու Warner Brothers-ի հանդեպ, ովքեր եկա պատմությունների մեջ էին, որ կարճ ասեմ, Netflix-ն ու Paramount-ը կռվում էին, ով Warner Brothers-ը կառնի, ու վերջը Paramount-ը առավ։ Նաև DC-ն պատկանում է հենց Warner Brothers-ին։ Մի խոսքով գլուխն հետ չէ։ Ցավացնեմ։ What? Bro, what are you talking about, man? Դուրս եկե Supergirl-ի, նույն ինքը Super Ձևուշկայի թրեյլերը, ով որ երևաց Superman-ի ֆիլմում նախորդ տարի, ճիշտ ասած Superman-ի ֆիլմին ես ավելի շատ էի սպասում, քան այս ֆիլմին, բայց ամեն դեպքում կարևոր իրադարձություններ է մեջ տեղի ունենալու։ Եղավ առաջին տպավորություն, ռեակցիա Spider-Man-ի, Harry Potter-ի թրեյլերի, որը որ Warner Brothers-ինց copyright claim տվեց վիդեոն գցած վարքյանական, նաև եկեք հիմա այսօր դուրս եկե արդեն Supergirl-ը, եկեք նայենք, ես չեմ խոսա թրեյլերը նայելու ընթացքում, արդեն որ սկսենք վերլուծել, կխոսամ, եկեք սկսենք։ Ձենը մի քիչ ցածր եմ արել։ Չորնավի վրա։ Կրիպտոն։ Yeah, well, that's the thing, Clark. Superman-ը։ I have no people. Ծնողները։ Home is wherever you are, buddy. DC չեմ խոսում, ընդհանուր նայենք, հասկանանք։ Crypto and I at least had each other. Honestly. Բարերում խմումը։ But look, almost by definition. Այդ բաները շատ թույն են սարքել դեմքի։ Չգիտեմ ես ովքեր են, բայց այս սրանք էլի։ What can I do? The Brigands carry the antidote on their person. He has 3 days. You cannot give up on me. He's the crime of the Yellow Hills. Ա He murdered my innocent family. Կրիվներ ա գնում։ Do what I say. And don't die. This does not look like this is gonna end well for you guys. Եկա Լոբոն։ Ջեյսոն Մամոանը ժողովուրդ։ Հունիսի 26, հա։ Դիք որտեղը։ Revenge. It won't take your pain away. Ինչ։ Դզում ա Լոբոն։ Your eyes are beautiful when you cry. Lot of pain, Հա, lot of suffering. There's no home without you, buddy. գժվավ։ Supergirl։ Aren't you the ditz from that dive bar? Funny. That's what I've been calling you. Touche. Ժորդ, ձենը չէի քոքել, քանի որ շատ հույս ունեմ վիդեոն նորմալ կլսվի։ Չէի խոսում, քանի որ նախորդ տրեյլերում շատ էի խոսում, բայց եկեք սկսենք ամենասկզբից։ Նախ եւ առաջ այս ամեն ինչը որ տեսնում ենք, ձենը տեղից է ցածր է, այս նավի վրա, այստեղ Superman-ը նամակ է ուղարկում ու լիքը մարդ քննադատեր էր Supergirl-ին ասելով, որ սերիալը նաեւ կա, որ այստեղ խմող է, փարթիների է գնում, բայց կոմիքսներով, եթե չեմ սխալվում, հենց կոմիքսներում իդեալական սենց է եղած կոմիքսների մեջ, այս կերպարը ու լիքը մարդ քննադատում էր DC-ին, որտեվ ասում էին շատ մռայլ է եւ այլն, բայց Superman-ի կինոն վատը չէր, ունենք այս ֆիլմը ունենք
Lantern-ների սերիալը, որը որ ես չեմ իհարկե վիդեո նկարել, բայց հետո կզրուցենք դրա մասին, ունենք Clayface Batman-ի չար կերպարներից, ունենք լիք հոշում ֆիլմը, ունենք James Gunn-ի կողմից, դրանք ինչ կստացվի, շեղվենք David Cornswet-ի Superman-ը, Poker Krypton-ին, եթե նայել եք հաստատ Superman-ի ֆիլմը, էլի շատ խնդալու իրեն շունն է, էսի Krypton-ն է, ենթադրում եմ, դե Krypton-ը որ տրակել է Superman-ի ու Supergirl-ի ծնողները դե իրենք իրար հորեղբոր թե հորաքրոջ տենց քուր ախպեր են, ոչմ դվայրոդնի քուր ախպեր են հարազատ չեն ու Krypton-ի այդ ոչնչանալու բանը ու ասում են ստեղ ցույց են տալու Brainiac-ին, ով որ էլի նույնպես գլխավոր չարերոսներից հացը Superman-ի թե Supergirl-ի Monarch Krypton-ը վարիա գնում սունց Supergirl-ի պապանա, Կառայի պապանա, ենթադրում եմ այդ նավի բանա, որ Krypton-ը ոչնչանում էր, Superman-ին ու Supergirl-ին նստացնում են նավ ու ուղարկում են, որ երկուսով պետքա մի ուղղությամբ գնան, բայց Python-ը շեղում է ճանապարհները, դա Krypton-ն է, տենում ենք, ասես թե Krypto-ի այդ բառում նստած լակում է, մի խոսքով, ստեղ ցկում է Ստեղ դասմա գոնե մենք իրար ունենք, ստե բառում խմաստարակած է ծառոզապես բան չնկատեցի, չկարծավ դնի այ էսի, ասում են ինչ-որ Brainiac-ի մարդիկ են, բայց ճիշտն ասած եսի շատ թույն են սարքե, ոնց որ General Zod-ի են Superman-ի 2013 թվի Չիլավեկի ստալի բաներից լինեն Krypton 1-ին տեսավ գնաց սրա վրա ու քնցրին Krypto-ին։ Նույնիսկ ասում է որ իդեպ կներեք։ Այս աղջիկը խաղում է Game of Thrones-ի prequel-ում այդ բանը House of Dragons-ը ոնց է ու ինքը բրիտանացի է, բայց ամերիկական ակցենտով բավականին լավ է խոսում։ Ստե մալադեց որ այդքան աշխատել է իր վրա դերի համար։ Հա տեսեք, ասում է Krypto-ին ստեղ այդ կան թեմային, որ ինչ որ չգիտեմ, ինչ են կրակել, 3 օր է մնացել իրեն ապրելու անտիդոտ է պետք, հակամարմին, հա։ 3 օր է ստե մնացել։ Այստեղ շանետը շատ է, էլի կապված ինքն ոնց որ իր շուններ տվել էր Superman-ը պահեր, ընդ Superman-ի ֆիլմ կար։ Այս գադեկն են։ Այս աղջիկը չգիտեմ ով է, ասում եմ մամայիս, պապայիս սրանք սպանել են։ Բայց ասում են Flash-ն էլ է լինելու նաև, չգիտեմ հələ։ Ստե մտնում է բար ու ստե ընթացքում կռիվը սկսելու հեսա կանրադառնանք իմ համար շատ սպասված կերպար ես ֆիլմում մենակ Լոբոն Ջեյսոն Մամոն Լոբոն ինքը DC-ում Deadpool-ի կարգի կերպար է ով որ ավելի շուտ է եղել քան ստե Deadpool-ը ու ինքն է անմահա բեսամ խնդալու կերպարը բայց ինքը բան է ոնց որ Warlord-ա տենց փող են տալի bounty hunter ախոտնիկ զգալավա մի էլի ոչ բան է փող են տալի որսում է կոնկրետ ու իրան անհնար է սպանել կարելի ասել մենակ իրան իրա ինքը չեմ հիշում որ մոլորակից էր կոմենտներում կարա գրեք մենակ իրան իրա կարգի ժողովուրդը կարա սպանի ոնց որ ինքը դրա համար փոքր ժամանակ իրա ժողովրդին սպանել է բայց ինքը նեշի չարն է ինքը տենց հակա հերոսա Deadpool-ի կարգի Ունիսի 26 Կտիկո տեղը ստե ինչ որ կարակում են վրեն Տիեզերքումը հա ստեղ վրեժ խնդիր այս աղջկան է ասում է որ դու վրեժ խնդիր լինես ոնց որ քո այդ ցավը ինքը չի տանի ու լացում էր չգիտեմ ինչ եղել կրիպտոյի պահով հեսա լոբոն էլ եկավ ոնց որ ինձ իրար հետ գերի են ընկնելու հետո ոնց որ տենց օգնելու է լոբոն բայց դասեց որ լոբոն հա հեսա ինչ որ բան է վարակվե ստեղ եթե նկատեցիք այստեղ դեմքի է հատվածում Ոչմ չգիտեմ ովքեր են սրանք այս փոքր վաղտ ինչ որ է նա կրիպտոին ասում ստեղ սրանց է վարի տարի լազերներով ու ստեղ ինչ ունեինք էլ որ ինչ հա այսա ոչմ մի խոսքով հասկացա դասես լոբոյից է պերը չոտքի ես իրա խաթեր եմ մենակ ես կինոնով չի սպասում որտեվ այնտեղ
որ պերեզապուսկ տվեցին Ջեյսոն Մամոն հիշում եք Aquaman-ներ, հիմա Lobo-ն է, ավելի դզեց։ Ժողովուրդ, այսքան ունենք, հենց արտասովոր ես միշտ չկա, մյուս տարի է Սուպերմենի երկրորդ կինոն է դուրս գալի Lex Luthor-ի հետ, ես դրան եմ սպասում, ստեղ հույս ունեմ Flash-ին ցույց կտան, էլի ինչ որ շարունակական բաներ ցույց կտան DC-ի հետ կապված, հույս ունեմ ձեզ դուր եկավ այս վերլուծումը, բայց տենց եթե ինչ որ բան եմ բաց թողել նորից կոմենտներում կարա գրեք լրացնեք, տենանք հաջորդ շաբաթի տրեյլերը դուրս գալի, երրորդ շաբաթն է արդեն, չգիտեմ, այս տարին Չէ, զարմաստում արդեն այնքան բաներ է դուրս գալի Mortal Kombat-ի կինոին է բանջը մնաց մի ամիս ու կես երևի։ Տեսքաններ ժողովուրդ, բաժանորդագրվեք ալիքին, լայքերը դրեք, զանգակը միացրեք, ձեզ այդ ռազներ ու կհանդիպենք, չգիտեմ, մոտ ապագայում էլի կհանդիպենք անպայման, տենանք հենց ինչքան sense կշարունակվի այս տրեյլերները, հաջողություն բոլորին։